Ես էլի մի հատ հարց ունեմ, որը օրակարգին չի վերաբերում, թե օրակարգի թեման չի վերաբերում, բայց քանի որ լայն արձագանք ստացել մեր հանրության կողմից, օգտվելով ալիցից նաև որ դուք այստեղ եք, պարոն Մաթևոսյան, հետևյալ հարցն եմ ուզում հնչեցնել Երևան քաղաքում մասսայական ծառերի հատում է տեղի ունենում, կներեք, եւ այս առումով ուզում եմ նաև ձեր տեսակետը լսել, արդյոք շրջակա միջավայրի նախարարությունը վերահսկում այդ գործընթացը, որովհետև մեր հանրության շրջանում կա մտավախություն եւ նաեւ համացանցում կա ներկադրել, նաեւ մեզ են հազանգում, որ առողջ ծառերը ուղղակի կտրվում են եւ դա անթույլատրել է, ես ուզում եմ ձեզնից լսել, դուք այդ process-ը վերահսկում եք թե չէ, ինչ գործիքակազմեր կան, որ կարող են կիրառել, որ առողջ ծառերը ուղղակի սպանդի չենթարկվեն, եւ երկրորդ իմ հարցն է վերաբերվում է օդի աղտոտվածության հետ կապված, որովհետեւ այդ էլ շատ կարեւոր հարց է, որ մեր քաղաքացիներին հուզում է, այս բնակլիմայական պայմաններով մի փոքր այդ հարցը հիմա այսպես ասած մեղմվել է, բայց ես այն համոզմունք ունեմ, որ առաջիկայում նորից դա հայտ է գալու եւ այդ քաղցրեղածին օդը մեր հայրենակիցները շարունակելու են շնչել, այս ուղղությամբ շրջակա միջավայրի նախարարությունը ինչ է մտածում, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շնորհակալություն հարցերի համար, առաջին հարցին կպատասխանեմ, բայց երկրորդ հարցի մասով, քանի որ այսօր դեռ էլի նախագծեր ունեմ զեկուցելու, այդ թվում նաև ունեմ ամբողջական զեկույց ժամը 4-ին, եթե չեմ սխալվում, պարոն Ղալեմյանացիք, այնտեղ նաև ամբողջությամբ կանադառնամ 2025 թվականին արված աշխատանքներին, մասնավորապես օդի աղտոտվածությամբ, բայց կարող եմ հիմա արձագանքել։ Լավ, փորձեմ պատասխանում, հետո եթե կարիք եղավ զեկույցի ժամանակ եւս մեկ անգամ կկրկնեմ։ Նախ ծառահատումների հետ կապված մասնավորապես նշեցիք Երևան քաղաքում, տեսեք տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց իրավասությունների շրջանակներում, շրջակա միջավայրի նախարարությունն էլ իր տվյալ դեպքում շրջակա միջավայրի նախարարությունը լիազոր մարմին չի հանդիսանում եւ մենք այստեղ որոշումներ կայացնելու կամ կարծիք հայտնելու, նկատի ունեմ պաշտոնական կարծիք հայտնելու եւ համաձայնություն ստանալու դիմերը որևիցե նման գործառույթ եւ պարտավորվածություն չունենք եւ մենք այս պահին վստահում ենք կոնկրետ Երևան քաղաքին, իրենք ունեն մասնագիտացված հոհակ, մասնագիտացված վարչություն, որոնք խորապես ուսումնասիրում են այս հարցը, նաեւ ես աշխատանքային կարգով, գործընկերային կարգով տեղեկացված եմ, որ գործընկերները նաև համագործակցում են կրթական կենտրոնների հետ, գիտական կենտրոնների հետ եւ ստացված եզրակացությունով նոր կայացնում են իրենց որոշումները։ Կոնկրետ են ծառահատումները ձեր նշած, որոնք որ իրականացում են մեր գործընկերների պնդման, որոնք մեր համար իհարկե ընդունելի են, կենսունակությունը կորսած ծառեր են եւ ծառահատում կոչել, այդ կամ սպան կոչել չի համաձայնվի, քանի որ կենսունակությունը կորսված ծառերը պետք է եւ անհրաժեշտ է փոխարինեն նոր ծառերով։ Դա արվում է ոչ միայն Երևան քաղաքում, դա արվում է աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում։ Եվ ներողություն անդրադառնամ նաեւ մյուս հարցին, օդի որակի հետ կապված շրջակա միջավայրի նախարարությունը իրականացել է մի շարք գործողություններ։ Նախ առաջինը մենք մշակել ենք օդի որակի մոնիտորինգի նոր չափանիշներ եւ մոնիտորինգ իրականացնող սարքերի, տեղադիրքերի նոր սահմանափակումներ եւ նոր կարգավորումներ։ Դրանից բխող նաև մենք մշակել են գործողությունների ծրագիր։ Գործողությունների ծրագիրը նախատեսված է բոլոր գերատեսչություններին, այդ թվում նաև նախարարություններին եւ իհարկե տեղական ինքնակառավարման մարմիններին, որտեղ մենք հստակ նշել ենք մեր գործընկերների անելիքները ըստ օդի որակի տատանումից։ Բացի դրանից մենք այս ընթացքում աշխատել ենք, որպեսզի վերազինենք մոնիտորինգի մեր կարողությունները, ձեռք ենք բերել 2 մոնիտորինգ իրականացնող սարք, ժամանակակից իրականացնող սարք, Ճապոնիայի կառավարությանը ստորագրել ենք հուշագրի պայմանները արդեն իսկ գործում են եւ մեր Ճապոնիայի կառավարության գործընկերների հետ այս տարի ձեռք կբերենք եւս 3 մոնիտորինգ իրականացնող սարքեր եւ 1 շարժական սարք, այսինքն ընդհանուր առմամբ կունենանք 6 շարժական սարք, որով ամբողջությամբ Երևան քաղաքը կարողանանք
օտի տեսակետից եւ որակի վերահսկողության տեսակետից ծածկել։ Հանրապետության համար մեզ անհրաժեշտ կլինի ընդանուր առմամբ 15-ը, որից ինչպես նշեցի 6-ը Երևան քաղաքի համար։ Եվ 2000 նաեւ ունենք մշակած նոր ծրագիր, որը ամիսներ առաջ ընդունվեց կառավարության կողմից, մինչև 2030 թվականը բոլոր գերատեսչությունները պարտավորվել են հետևել գործողությունների ծրագրին, որովհետև 2030 թվականից հետո արդեն գործելու են հստակ սահմանափակումներ։ Սրանից զատ իրականացել ենք մի շարք այլ ծրագրեր, ուղղակի ես պայն ուզում եմ մտաբերեմ, որովհետև նախագծերը բավական շատ են եղել, ում նշեցի սարքերի ձեռքբերումը, վերապատրաստումները իհարկե, մոնիտորինգ իրականացող, նաև սահմանել ենք, որ միակ լիազոր մարմինը, ով կարող է հանդես գալ պետության անունից եւ դիտարկումներով կամ չգիտեմ հստակ գնահատականներով օդի որակի աղտոտվածության մասին, դա շրջակա միջավայրի նախարարության հայ հիդրոմետպոակն է, սա արել ենք, որպեսզի սուտ տեղեկատվություններին որպես կանխարգելիչ գործիք, որպես մասնագիտական կառույց միայն հայ հիդրոմետը լիազորված կլինի։ Մյուս մասով էլ նաև փոշի նստեցնող սարքերի կարգերն ենք մշակել քաղաքաշինության կոմիտեի հետ, որոնք արդեն իսկ գործում են։ Սա տենց ընդհանուր իհարկե սրանից բացելի հարցեր կան, բայց փորձեցի ամփոփ ներկայացնեմ, շնորհակալություն։ Խնդրեմ պարոն Դանիելյան։ Կարճ արձագանքեմ, այդ մոնիտորինգի սարքերը լավ է, կարևոր է, բայց մենք էլ ենք էլի այդ մոնիտորինգը անում եւ շատ կարեւոր է գործնական քայլերը, գործուն քայլեր ձեռնարկելը։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ դուք վերահսկողություն չեք սահմանում, միգուցե օրենքով տենց է նախատեսված, բայց ես ասենք վստահում ինչ նշանակում վստահում ենք կարան եւ այդ որոնց որ վստահում եք կներեք, բայց այդ կազմակերպությունները ուղղակի իրենց գործառույթը նորմալ չկատարեն։ Ես բոլորի վրա էլ կասկած ունեմ, այսինքն ինչ է նշանակում դա։ Հիմա թողենք ոնց ուզեն հենց էլ անեն, ես կարծում եմ դա ճիշտ չի եւ նաեւ իրանց վրա պետք է վերահսկողություն լինի եւ մարդիկ պետք է այդ վերահսկողությունը զգան։ Իմ հարցը նաեւ վերաբերվում էր նրանց, որ մասնավոր տարածքներում օրինակ ծառ է հատվում, այսինքն շինարարություն են անում, բան են անում, վերջերս նաեւ ահազանգեր եղավ մասնավոր տարածք։ Էդ էլ ձեր գործառույթների մեջ չի մտնում, այսինքն մասնավոր տարածքում մարդ շինարարություն անելուց ծառ է այդն։ Դա ո՞նց է այդ մեխանիզմը։ Ոնց է լինում դա, ես ուզում եմ հասկանամ եւ շատ կարեւոր է, որ մենք նաեւ բանի հետ օդի աղտոտվածության հետ կապված լավ է, որ այդ ցողարկելը բանը, որտեղ այդ փոշին արդեն, չգիտեմ, էլի շատ լուրջ խնդիր է առաջացնում, շնորհակալ։ Պարոն Մաթեոսյան, խնդրեմ։ Նոր շնորհակալություն հարցերի համար։ Ես նշեցի, որ մենք ոչ թե վստահում ենք default կերպով, այլ վստահում ենք, որովհետև գործ ունենք մասնագիտացված կառույցների հետ եւ որոշումների ընդունման կարգերը դիմերում սահմանված են եւ դա իրենց լիազորությունների շրջանակներում է։ Նորից եմ կրկնում, մասնավորապես Երևան քաղաքի դեպքում իրենք ունեն բավականին մասնագիտացված վարչություն, ՀՕԱԿ եւ նաեւ գիտեմ, որ իրենք համագործակցում են նաեւ գիտական կենտրոնների եւ ակադեմիական կենտրոնների հետ, որպեսզի այս եզրակացությունը ստանան։ Նոր տարածքներում ավելի շուտ տարածքներում նոր շինարարություն իրականացնելու ժամանակ, եթե շինարարության ծավալները անցնում են 1500 քառակուսի մետրը, իրենք պարտավոր են դիմեն շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության, որտեղ այդ ժամանակ արդեն իսկ շրջակա միջավայրի նախարարությունը որպես լիազոր մարմին իրավասություն ու ուսումնասիրություն կատարել եւ մինչեւ շինարարական փուլի անցնելը շմակ փորձաքննություն տրամադրելու ժամանակ նշել հստակ սահմանափակումներ։ Այդ թվում մասնավոր տարածքների վերաբերյալ եւ եթե տվյալ հատվածներում ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ կան կանաչապատ տարածքներ եւ շմակ փորձաքննությունով դա համարում է սահմանափակումներ, մենք պայմանով տալիս ենք թույլտվությունները, այնուհետև տվյալները փոխանցում ենք բնապահպանության տեսչական մարմնին։